Բարև ձեզ սիրելի գյումրեցիներ, Տիկին Վարդանյանի ասացին ասեմ, որ գյումրեցիները իրար հետ կռնան։ Այո։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի գյումրեցիներ, այսօր բոլորս այստեղ հավաքվել ենք մեր արժանապատվության վերականգնման պայքարի ոգին ամրացնելու զորաշարժին մասնակից դառնալու համար, որովհետև այսպես այլևս չենք ուզում ապրել, կեղծ խոստումների, պարտությունների, արտարացումների ու անպատասխանատու իշխանության պայմաններում։ Ես որպես գյումրեցի ուզում եմ դիմել իմ համաքաղաքացիներին ու ասել. Գյումրի միշտ եղել է արժանապատիվ մարդկանց քաղաք։ Այս քաղաքը տեսել է ցավ, կորուստ, երկրաշարժ, պատերազմ, բայց երբեք չի ծնկել։ Եվ այսօր ես վստահ եմ, հենց Գյումրուց էլ սկսվելու է Հայաստանի նոր վերածնունդը։ Սիրելի ժողովուրդ, այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն։ Սա ընտրություն է թույլի եւ ուժեղի միջև, անորոշ ապագայի կամ ազգային արժանապատվության, պարտության կամ հաղթողի կամքի միջև։ Եվ վերջապես սա ընտրություն է աշխարհի վրա լինելության մասին։ Բոլորով դառնալու ենք մեր պատմության դասակարգի հեղինակը։ Հայոց պետականության մասին ապագայում կխոսեն կամ հիշելով, կամ հպարտությամբ։ Որոշողը մենք ենք, բոլորով։ Երրորդ տարբերակը բացառվում է։ Մենք բոլորս տեսանք, թե ինչ եղավ մեր երկրի հետ, մեր այսքան սիրված պետության հետ վերջին տարիներին։ Տեսանք, թե ինչպես թուլացավ ու փոքրացավ հայրենիքը, իրան խոհեմ, անհավասարակշիռ ու անտայսիրակ կառավարիչների ղեկավարման տարիներին։ Ինչպես հազարավոր ընտանիքներ կորցրեցին հավատը վաղվա օրվա նկատմամբ։ Բայց ես այսօր այստեղ եմ, այս լուսավոր ու կազմակերպված անհատների կողքին, որպեսզի ասեմ, Հայաստանը դեռ ուժ ունի ոտքի կանգնելու, Հայաստանը դեռ ունի արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր պատրաստ են պայքարել իրենց հայրենիքի համար։ Մենք արժանի ենք այս արևի տակ արարելու եւ ապրելու։ Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, եւ բացի մեզանից ոչ ոք, լսում եք, ոչ ոք իրավունք չունի մեր փոխարեն այն կրելու։ Մենք թույլ չենք տալու։ Հայաստան դաշինքը գալիս է ոչ թե խոստումներ բաժանելու, այլ պետության կորցրած արժանապատվությունը վերականգնելու, վերարժևորելու ազգային մտածելակերպը, դասերակելու օրինապահ քաղաքացիներ, ինպաստ հայրենի հզոր պետության վերաշինության։ Մենք գիտենք ինչ է հզոր պետությունը, որովհետև անցել ենք պատերազմների ու հաղթանակների միջով։ Երբեմնի հաղթած ժողովուրդը չպիտի խեղճանա, հակառակը, իր մեջ ուժ պիտի գտնի ու մարտահրավեր նետի խեղճությանը, մեջքը շտկելու եւ բարձրաճակատ քայլելու համար աշխարհի փողոցներով։ Մենք գիտենք ինչ է զարգացող տնտեսությունը, որովհետև եղել են տարիներ, երբ Հայաստանը կառուցվում էր, ոչ թե քանդվում։ Մենք գիտենք ինչ է պետական մտածողությունը, որովհետև պետությունը համացանցային սոցիալական ամենատարբեր հարթակներով եւ ուղիղ ետերներով չէր կառավարվում, ինչպես այսօր։ Պետությունը կառավարվում էր փորձով եւ պատասխանատվությամբ, նվիրվածությամբ եւ ուժեղ կամքով։ Սիրելի հայրենակից, այսօր շատերը, այդ թվում վերին էշելոնում աթոռ զբաղեցնողները ուզում են, որ ժողովուրդը հիասթափվի, լռի, չմասնակցի ընտրություններին, որովհետև նրանք գիտեն, երբ ժողովուրդը արթնանում է, իշխանությունները փոխվում են։ Մեծն Սահյանն ասում էր, պետությունը իշխանավորներինն է, բայց երբ պետությունը վտանգի մեջ է, նրա անունը տնում են հայրենիք ու հանձնում ժողովրդին։ Եկել է պահը, վերցրու հայրենիք նշխարքն ու զգուշությամբ այն դիր լեզվիդ վրա։ Ու մի հայոյիր, մի պղծիր բերանդ ամենատարբեր անեծքներով, սրանք հենց դա են ուզում, որ դու մեղքի կապանքներով շղթայվես։ Նրանք գիտեն նաև, որ այդ չստացվեց, իրենց վստահությունը կկորցնեն։ Ու դա դրա համար է, որ ամեն անգամ քեզ են մեղադրում իրենց ծախողումների մեջ, արտարացնելով իրենց չստացվածը։ Ես դիմում եմ հատկապես երիտասարդներին։ Մի մտածեք, թե ձեր ցայնը ոչինչ չի փոխում։ Յուրաքանչյուր քվե որոշելու է ունենալու եք երազների հայրենիքը, ձեր երազների հայրենիքը, թե ոչ։ Մեր անտարբերությամբ թողնելու ենք, որ Հայաստանը շարունակի թուլանալ, խեղճանալ ու տկարանալ, թե վերականգնելու ենք ազգային դիմագիծը։ Ձեր ցայնը պայքար է ձեր հայրենիք ունենալու, ձեր ընտանիքի, ձեր քաղաքի, ձեր բանակի, ձեր հավատի ու ձեր ապագայի համար։
Եվ այո, հունիսի 7-ին 19 ամրագրված քվեաթեժտիկների միջից դուրս հանեք այն թեժտիկը, որի վրա գրված է Հայաստան դաշինք համար 17։ Այդ թեժտիկն է որոշելու քո վաղը։ Այդ թեժտիկն է քո փոփոխության ու հայրենիքիդ վերածննդյան խորհրդանիշը։ 17-ը պետք է դառնա արժանապատիվ Հայաստանի ընտրությունը։ 17-ը պետք է դառնա ժողովրդի ձայնը, ու այն ժողովրդի ձայնը, որը հանձնվել չգիտի։ Սիրելի համաքաղաքացիներ, այսօր շատերը կուզենային, որ մենք ծախողեինք, բայց մենք հաղթելու ենք։ Կեցցե հայ ժողովուրդը, կեցցե այն ազգը, որը վաղը ապտակելու է այս անտարբեր հասարակության և իշխանությանը։ Շնորհակալություն։